Յուրաքանչյուրի ստորագրությունը։ Խոսքի իրավունքից ուզում են զրկել Բագրատ Սրբազանին ու նրա 17 աջակիցներին, որոնք մեղադրվում են իբր ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Արդյոք դրանք Դատական այսօրվա նիստին դատախազները միջնորդել են սահմանափակել նրանց խոսքը, պնդմամբ թե քաղաքական չեզոքություն պետք է պահպանի դատարանը ու չպետք է թույլ տա, որ քաղաքական ելույթներ ունենան մեղադրյալները։ Ավելին այդ ելույթները հաճախ ուղեկցվում են դատավարության մյուս մասնակիցների կամ առհասարակ երրորդ անձանց ասին հնչեցող վիրավորական արտահայտություններով, պիտակավորումներով և գնահատողական դատողություններով, որոնք զուրկ են իրավական բովանդակությունից և խաթարում են դատավարության օբյեկտիվ և բնականon ընթացքը։ Հակադարձում են դատախազներին փաստաբանները, պնդում ներկայացված միջնորդությամբ փորձ է արվում ցույց տալ, թե այս գործը իրավունքի դաշտում է։ Ոչ պատվժնդական, այս գործը իրավունքի դաշտում չի, սա քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում է ու այստեղ նստած եւ բոլոր 18 արդարները եւ իրենց պաշտպանները եւ ապակուց այն կողմ նստած անձինք եւ հանրությունը, որ այս պահին նայում է, գիտի, որ սա քաղաքական հետապնդում է։ Եվ հաշվի առնելով, որ սա քաղաքական հետապնդում է, կարծում եմ ճիշտ չէ պահանջել ձեզանից կամ ինչ-որ մեկից, որ քաղաքական չեզոքություն կամ ինչ-որ պահվածք ցույց տալ, որ այս գործը տանենք դեպի իրավունքի դաշտ։ Ոչ։ Իրենց 18 մեղադրյալներին են վիրավորել 6-7 ամիս կալանքի տակ պահելով ու ահաբեկչության մեջ մեղադրելով, դատախազներին արձագանքում է Սրբազան պայքարի առաջնորդը, խոստանում այսուհետ իր ելույթներն էլ ավելի խիստ են լինելու։ Հետևաբար, հատկապես առաջիկային նաև ավելի խիստ են լինելու։ Եվ լինելու են հատկապես նաև նրանց նկատմամբ, ոչ անձնականացված, գաղափարապես, նրանց նկատմամբ, ովքեր սուտը կպաշտպանեն, ովքեր կփորձեն սուտը, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, ճշմարտության տեղ վաճառել, չարը բարի ներկայացնել, ինչպես լինելով հանրային մեղադրողներ, հանրությանը կհամարեն առ ոչինչ, որովհետև կարծես թե իրենք հանրությանը չեն պաշտպանում։ Եվ հետևաբար ես նորից եմ ասում, որ ես շարունակելու եմ նույն ձևով պահանջել, որ Նամուս թասիբ ունեցող մարդիկ ենք ու մեղադրողների հետ ոչ թե կռիվ անելու, այլ թասիբը պահելու համար ենք նիստերի դահլիճում։ Դատախազների միջնորդությանը այսպես է արձագանքում տնային կալանքում գտնվող Խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանը։ Հարգարժան մեղադրողներ, ստեղ այդպիսի բաներ չլինի, մենք այսպես միջնորդություն արեք գրեք քննչականի կոմիտեին, ասեք ամբաղ զամբաղ մի խոսացեք հմեկում, մի խոսացեք ազգային ժողովում, անկեղծ եմ ասում, մենք խնդիր չունենք, մեր խնդիրն է մեզ պաշտպանելն է։ Հիմա դուք մեզ ասում եք ահաբեկիչ, պատկերացնեք իմ աղջիկները գնում են դպրոց եւ ընդ մեկը կարասի այս են ահաբեկիչի աղջիկ, դուք պատկերացնեք սրանից վատ մեղադրանք կա կամ վիրավորանք կա։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը դատախազների միջնորդությանը պատասխանում է, որ չի կարող կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու դատավարության մասնակիցները։ Երկրորդը Ընդամենը կոչ է անում, որ դատարանում չարվեն հայտարարություններ, որոնք չեն վերաբերում քրեական գործին։ այն ինչ որ վերաբերում է քաոսին։ Հետո դատախազներն ապացույցներ են ներկայացնում դատարանին։ Մի քանի էջ կարդալուց հետո մեղադրողները դատարանից խնդրում են ապացույցների հրապարակումը շարունակել հաջորդ նիստին։ Բագրատ Սրբազանի համոզմամբ դատախազների ներկայացրածը թղթի վրա ապացույցներ չեն։ Դրանք միգուցե փաստեր են, բայց ապացույցներ չեն։ Եթե կուզեք ավելի հետո կմեկնաբանեմ ասածս։ Փորձակնություն ի վերջո կա թուղթ որևէ։ Այդ որ իրենք կարդում են, ասենք Իգոր Սարգսյանին, Գալստանյանին, ինչ իմանամ Շարբաթյանին, Լիդիա Մանթաշյանին, ինչով են փաստել, որ այդ մարդիկ են։ Մեկ։ Երկրորդ, արդյոք դրանք կեղծված չեն։ Դատական նիստը հետաձգվում է հաջորդ 5 շաբթի։ Տեղված չեն։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։